էլեկտրոուժերը դու գնացինք։ Սեռական այբուբեն խորագրի ներքո ես պատասխանում եմ բոլոր այն հարցերին, որոնք դուք ուղարկում եք մեզ։ Շնորհակալություն վստահության համար, դա մեզ համար անչափ կարևոր է։ Իսկ այժմ կարդամ հարցերը, որոնք դուք մեզ գրել եք։ Բարև ձեզ բժիշկ ջան, ես 22 տարեկան եմ։ Առնանդամի մաշկը մի թեթև երկար է։ Դա վտանգավոր է, պետք է վիրահատել։ Վիրահատվել եմ նաև վարիկոցելեի համար, մասնավորապես ձախ կողմը։ Վերլուծելով ձեր հարցը կարելի է եզրակացնել, որ գործ ունենք ծայրային մաշկի հետ, որի պարագայում գլխիկը կարող է եւ չբացվել եւ այս դեպքում կարող է խնդիր առաջանալ եւ հետագայում բարդություններ ստեղծել հարաբերություններ ունենալու ժամանակ։ Որպեսզի պատկերը պարզ լինի ամբողջապես, պետք է անցնել բժշկական հետազոտություն, որի ժամանակ արդեն հնարավոր կլինի պարզել խնդիր կա թե ոչ։ Ինչու՞։ Քանի որ 22 տարեկանում դեռևս սեռական համակարգը ամբողջապես չի ձևավորվել եւ անդամը դեռ զարգանալու տեղ ունի, հատկապես իհարկե ամբողջական ձևավորման տեսակետից, այն ավարտվում է մինչև 25-27 տարեկանը, հետևաբար այս առումով եւս իհարկե միանշանակ ասել հնարավոր չէ, մինչև որ չանցնեք համապատասխան հետազոտություններ։ Եթե պարզվի, որ կա խնդիր, ապա նման դեպքում ցանկալի է դիմել ուրոլոգի, որովհետև խնդիրը ուրոլոգիական բնույթ է եւ վերջնական պատասխան հնարավոր կլինի ստանալ արդեն համապատասխան ուրոլոգիական հետազոտություն անցնելուց հետո։ Կարդամ հաջորդ հարցը։ Ես 22 տարեկան եմ, առանց պահպանակի հարաբերություն եմ ունեցել ու հիմա միզելիս մռմռում է, մաշկը չեմ կարողանում հետ տանել, ցավում է, կծկումներ է եղել, ասեցին ձեզ դիմեմ, ասեք ինչ անեմ, որ լավանամ։ Շնորհակալություն վստահության եւ դիմելու համար, վերլուծելով ձեր գանգատները, պետք է նշել, որ ամենայն հավանականությամբ արկա է խնդիր միզասեռական օրգաններում, մասնավորապես կամ բորբոքումով պայմանավորված, կամ սնկայինով, իսկ չի բացառվում նաև սեռավարակով։ Պարզելու համար, թե ինչի հետ մենք կոնկրետ գործ ունենք, պետք է անցնել համապատասխան հետազոտություն, հասկանալու, թե որտեղ է խնդիրը եւ նոր դրանից հետո նշանակել բուժում։ Մի բան ակնհայտ է, նման դեպքում պետք է բացառել սեռական կյանքը, զերծ մնալ հարաբերություններից, որպեսզի խնդիրը ավելի չբարդանա, դիմել բժշկի, անցնել համապատասխան հետազոտություն, որից հետո արդեն ախտորոշում լինելու պարագայում հնարավոր կլինի նշանակել կոնկրետ բուժում։ Մասնավորապես իհարկե նման պարագայում ցանկալի է հանձնել համապատասխան հետազոտություններ, քսուկի, մեզի, պարզել սեռավարակների արկայությունը եւ դրանից հետո կոնկրետ խնդիրը հայտնաբերելու պարագայում հնարավոր կլինի նշանակել բուժում։ Իսկ այսօրվա հարցերն այսքանն էին։ Գրեք ձեզ հուզող հարցերը, բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղ 1 զանգի կոճակը, որպեսզի ժամանակին ստանաք ձեզ հուզող հարցերի պատասխանները։ Տարածեք մեր տեսանյութերը։ Շնորհակալություն մեզ գրելու եւ վստահելու համար։ Դա անչափ կարեւոր է մեզ համար։ Իսկ մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք ուզում եք լսել։ Եղեք առողջ եւ երջանիկ։